Ագահ Արմեն Աշոտյանի հետ։ Պարոն Աշոտյան, սկսենք հենց նախօրեին գործադիր մարմնի նիստի տարածած հայտարարությունից, բացեք առաջարկությունների համար, արդեն նախորից հաշվի առնելով, որ քաղաքական օրակարգում ձեր այսպես հայտարարությունն է, ինչ կոնկրետ առաջարկներ են եղել մինչ այս պահը եւ ձեր կոչին ովքեր են այսպես արձագանքել։ Նախ շնորհակալ եմ հարցադրման համար, իրավացի եք, երեկվա գործադիր մարմնի նիստի արդյունքում ընդունված հայտարարությունը քաղաքական օրակարգում կարևոր հարց է, երանգ է ավելացել եւ դրա հիմքում ընկած շարժառիթները հստակ շարադրված են ՀՀԿ հայտարարության մեջ, շատ ժողովրդական լեզվով եթե ասենք, չթաքնվենք քաղաքական եւ դիվանագիտական ձևակերպումների ետևում, ապա իրավիճակը վատ է եւ վատանում է, երկրի վիճակը, երկրի շուրջ իրավիճակը, այս իշխանությունները հերթական անգամ ապացուցում են, որ ադեկվատ իշխանություններ չեն, ոչ ներքին, ոչ արտաքին մարտահրավերներին, երկրի ներսում մոլեգնող տեռորը այլ դրսևորումներ է ստանում, օրինակ իրենց թվում է, որ գտել են լուծում կալանքի տակ գտնվող մարդկանց տեղափոխում են կանային կալանքի տակ եւ կարծեք թե գոլոշի են փորձում թողել թոս փչելով ներսի եւ դրսի աչքերի մեջ, բայց դա կեղծիք է, որովհետեւ դա հետապնդումների դրսևորման ձևն է փոխվել, ոչ թե երևույթը եւ այդպես շարունակ։ Մյուս կողմից էլ ընտրական, այսպես ասած, այս արդեն մեկնարկած գործընթացի մեջ ակնհայտ է, որ իշխանությունը ոչ միայն չարաշահում է վարչական լծակները, այլ նաև աննախադեպ բնույթի նախընտրական կեղծիքների է դիմում, ինչպիսին է օրինակ պետբյուջեի օգտագործումը ակնհայտ նախընտրական կաշառքի համար, կամ ընտրական օրենսգրքի փոփոխությունը ընտրություններից մի քանի ամիս առաջ, դիտորդական առաքելությունների գործունեության սահմանափակումները եւ այլն եւ այլն։ Այս իրավիճակում ընտրությունները մեկ օրացուցային երևույթ են, լինելու են սահմանադրությամբ նախատեսված, օրենքներով նախատեսված կարգով։ Հարցը շատ պարզ է, այդ ընտրությունները ինչպիսին պետք է լինեն եւ այդ ընտրություններով երբ որ իշխանափոխության հույս են փափագում միայն ընտրություններով, որքանով է այդ իրատեսական եւ որքանով է այդտեղ հանցավորության աստիճանի նաիվ այն մարդկանց մոտեցումը, որոնք կարծում են, որ պարզապես այսօրվա բռնատիրությանը վերածվող Հայաստանում հնարավոր է ընտրություն, ինչպես երեք ենք ասել, ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ ունենալ եւ նորից են կրկնում միայն ընտրությունը բավարար հիմք չենք համարում, կանխատեսելի է, դա տեսնում ես, որ բուն ընտրությունները, միայն ընտրությունները առանց ժամաժողովրդական պայքարի, առանց զուգակցված այլ մեթոդաբանությամբ, իսկ եթե ընտրություններից առաջ խոսենք նաև սահմանադրական այլ եղանակների, ինչպիսին է անվստահության հայտման գործընթացը փորձարկելու, ապա քաղաքական նորից կրկնեմ հանցավորության աստիճանի նաիվությունը։ Ով է ձեր կարծիքին, ով է ձեզ այդպես մտածում։ Ես վստահ եմ, որ այս process-ի հետ կապված շատ ու շատ համախոհներ մենք ունենք հանրային սեկտորում, հասարակական սեկտորում, եւ կարծում եմ, որ այն հիմնավորումները, որ մենք շարադրել ենք երեկվա հայտարարության մեջ, անտարբեր չեն թողնի նաեւ մեր քաղաքական գործընկերներին։ Այս պայդրությամբ, եթե անգամ ինֆորմացիա ունենայի, ձեզ չի ասի, թե ով է կոնկրետ դիմել, բայց ձեզ հավաստիացնում եմ, որ process-ը կլինի հասարակական հանրային ուշադրության հաշվետվողականության կենտրոնում, որքանով այդ process-ները թույլ կտան։ Դուք գիտեք, որ նման բանակցությունների ինչ զգալի մասը, նման խոսակցությունների ինչ զգալի մասը, որպեսզի արդյունավետ լինի, պետք է գոնե սկզբում լինի դռների հետևում եւ հեռախոսների հետևում կամ դռների հետևում եւ այդ process-ը reality show չի, որ ուղիղ եթերում հեռարձակվի։ Ուղիղ եթերում մեր երկրում կարելի է նայել ինչպես է Նիկոլ Ուտում Կուկուռուս կամ ինչպես է սրբում կարկանդակուտակից հետո իր կեղտոջակեր Ալենի վրա, օրինակ եւ այլն։ Հարցը դրա մասին, որ մենք իջացրել ենք քաղաքական դիսկուրսը պրիմիտիվության այն մակարդակի, որտեղ քիչ Նիկոլ ենք մեկնաբանում ու դա մեր ցավն է, դա մեր բոլորիս անհաջողությունն է, որ Նիկոլը դեռ վարչապետը եւ մյուս մեկերը այդ իմաստով մի հատ էլ արձագանքում ենք իր անմակարդակ էժանագին բաներին, ֆրթոններին, այսպես ասած։ Ես դա չեմ համարում։ Ինքը փորձում է մեզ իջացնել, կներեք մեր իջան, իր մակարդակի, որտեղ ինքը իրականում անմրցելի է, որովհետև մեկ-մեկ ներվայնանում ես, ես էլ մեկը ես, մի երկու բառ ավել ես ասում այդ ոճի մեջ եւ այդ մակարդակի մեջ, հետո հասկանում ես, որ այնուհանդերձ քաղաքական մակարդակը մշակույթը պետք է երկրում պահել
Եվ սա է Նիկոլին այլընտրանքը, ոչ թե էլ ավելի բոշա լինելու, հատո ինձներ են բոշա ոչ թե էթնոգրաֆիկ իմաստով, այլ երևութական իմաստով, բոշա, բոմժ լինելու մակարդակի մեջ փորձեն վիճել, թե ով ավելի տենց ցեխապայքարի մեջ ավելի տենց գազան, այսպես ասած։ Գազանները պետք է լինեն կամ կրկեսում, կամ գազանանոցով։ Ցավոք սրտի մեր պարագայում նրանք դեռևս կառավարական կաբինետներում են նստում։ Պարոն Աշոտյան, այսօր սպառապետ Հա, կներեք, հաճախ նաև ասում են, որ Նիկոլը քաղաքական կենդանի է։ Ես մի հատ բան եմ ուզում այստեղ ասել։ Քաղաքական կենդանի հասկացությունը այդ political animal-ը։ Դա Արիստոտելն է իր հայտ բերել իր ուսմունքի մեջ պոլիսների մասին եւ դա դրական բան է։ Ու քաղաքական կենդանի լավ բան է դա։ Նիկոլը չի կարող քաղաքական կենդանի լինել։ Կոնտեքստը չի բռնում Նիկոլի։ Նիկոլը մաքսիմում կարող է լինի քաղաքական մակաբույց, որը անխնա կերպով մսխել է մեր անցյալը, մեր ժողովրդի անցյալը, անխնա կերպով պղտորում է, թունավորում է մեր ժողովրդի ներկան եւ անխնա կերպով նաեւ անորոշ է դարձնում եւ վտանգ Եվ թե ինչ են ասում նրանք, կարևոր չի, ավելի կարևոր է թե ինչ անելու մեր ժողովուրդը, ինչ ասելու մեր ժողովուրդը։ Պարոն Աշոտյան, այսօր Վազգեն Սպառապետի ծննդյան օրն է, Թասում Միքայելյանը նշել է, որ իհարկե սա Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը չէ, բայց շարունակեց նորից նախնիներին մեղադրել, նաև նշելով, որ պետք չէ լինել էմոցիոնալ եւ պետք է մեր հայտարարություններում։ Ես կարծում եմ, որ Թասում Միքայելյանը տարին 1-2 առիթ ընտրում, ցավոք է բոլոր առիթները կապում են Սրբավայր այցելելու, իսկ հեռախոսը Սրբավայրը կլինի Սպառապետի ծննդյան օրը կամ տեսնում եմ, աղա։
այսինքն իր համար այդ օրերը, որոնք առաջ նշանային օրեր էին նորմալ Հայաստանում, անկախ իրական, անկախ ազգային Հայաստանում, դարձել են ընդհանուր Նիկոլ Փաշինյանին հավատարմության հրապարակային երաշխիք տալու այսպես ասած պատճառ։ Մենք տնօրինավոր եւ ազգային Դավաճանից հետևում Տեր-Պետրոսյանի Դավաճանով Նիկոլի պրոբլեմն եւ դա մեր երկրի պրոբլեմն է, որ ինչպես ժամանակի երկրի համար անում տվազը պայքարած մարդը կարող այսօր այդ ամենը իրում է դա մարդկային ողբերգության on-line ռեժիմում ականատես լինելու ծանր, շատ ծանր անձանա։ Այս կոնտեքստում պարոնակության երկրապահնել այլևս չի իրականացնում, չի կատարում այն Ոնց է հետո խոսում, հա։ Հիշում եք, չէ՞ որ մենք հարգելի հետևորդներ